Սիրելի հայրենակիցներ, այսօր նորից պետք է ելույթ ունենամ եւ բովանդակային նախագծի մասին եւ նաեւ ավականիներին փորձեմ պատասխանել, հա, հիմնականում ԿՊ ավականիներին եւ Ավինյան Տիգրանին։ Ուրեմն Տիգրան Ավինյանի տեղի հիմա նստած է պարոն Փամբուկչյանը, չգիտեմ ինչու, տեսեք, մեզ ասում են հարցում գրեք, հարցումներին ճիշտ պատասխանենք, արագ պատասխանենք, մանրամասն պատասխանենք։ Հարցումները գրում ենք, երբ հեղավոր նորմալ պատասխանենք։ Հարցնում եմ, ինչ նյութերով է փոսալուծումը իրականացվում, երբ որ ես իմ աչքով տեսնում եմ ինչ որ անհայտ նյութ, հա, ինչ որ սև գույնի բանով, բայց ասֆալտ չի դա, փոսալուծում են իրականացնում, հարցում եմ ուղարկում քաղաքապետարանին, ասում մի հատ մեկնաբանեք, այդ ինչ նյութ է, ինձ ասում են մենք փոսալուծման աշխատանքներ չենք իրականացնում։ Նայում ես ոնց որ թե ԵԱՍՄ-ի շորերի նման շորեր հագած մարդիկ են փոսալուծումը իրականացնում ու հայտարարում են, որ իրենք չեն։ Լավ, օքեյ, եթե քաղաքապետարանը չէ, դեպքում ստացվում է, որ ինչ որ անհայտ անձինք քաղաքում, Երևան քաղաքում ինչ որ գործողություններ են կատարում, որից Երևանի քաղաքապետարանը տեղյակ չի կամ թաղապետարանը տեղյակ չի։ Դա ավելի մեծ պրոբլեմ է իմ կարծիքով։ Հետո Տիգրան Ավինյանը նոր հայտարարեց, որ 24 թվականին շինթույլտվությունների մասով 24 միլիարդ դրամ է հավաքագրվել, որ ասեց 27%-ն է, հա, ոնց որ, բայց նոր ես հարցրեցի, ինձ Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց, որ 24-ին 16 միլիարդ է եղել, 25-ին 15 միլիարդ, այդ մոտ 17%-ն է էլի ստացվում սեփական եկամուտների։ Երբ որ խոսք գնում է սեփական եկամուտներից, պարոն Խաչատրյան, այդ որ ասում եք մեր ձևակերպումը նորից եմ կրկնում, կարամ մի քիչ ավելի խիստ, կարամ մեղմ, ոնց կուզեք նենց կասեմ, բայց մեծ առումով ցանկացած անգրագետ թանկացումների արդյունքում կարող է սեփական եկամուտները բարձրացնել, շատացնել, մեծացնել։ Այդ ձևակերպումը կարամ ավելի խիստ ասեմ, եթե դրա կարիքը լինի, եթե կուզենաք։ Չէ, ստեղ հարցը արդեն այդ որ ասում եք ճիշտ ծախսի, այդ ծախսերին էլ հեսա կանդրադառնանք։ Երբ որ դուք խոսում եք ճիշտ ծախսելուց, էդ էլ չի ձեր մոտ լավ ստացվում, ու հեսա դրան էլ կգամ։ Ու երբ որ ես դա ասում եմ ավելացել է թանկացումների արդյունքով, այո, ես պնդում եմ, ու այո, ես ճիշտ եմ ասում, որտեվ երբ որ Տիգրան Ավինյանը ասում է շինթույլտվություններով այսքան ենք հավաքել, էդ էլ եք թանկացրել։ Դրա հաշվին եք կարացել բանանեք։ Այդքան գումար, գիտես չէ, գիտեք A1, երկրորդը լռեք խնդրում եմ, հենց վերջացնեմ կգաք առանձին ձեր ասելիք կասեք։ Շարունակելով, շինթույլտվություններն էլ է թանկացել, բայց խնդիրը ուրիշն է։ Տիգրան Ավինյանը իրան լավ ազգում, որ ասում է մենք շատ շինթույլտվություն ենք տվել, 20 քանի միլիարդ փող ենք հավաքել։ Ախր դա լավ չի, շինթույլտվությունների արդյունքում, շենքերի այդքան շատանալու արդյունքում ավելանում է խցանումները 1, ավելանում է ջրանջատումները 2, ավելանում է հոսանքազրկումները 3։ Այդ շարքը կարող եմ էլի շարունակել, բայց այս 3-ը, որ հիմնականում մեր քաղաքացիներին հետաքրքրող ու հուզող հարցերն են։ Իսկ պակասել է օրինակ անջրանցիկ մակերեսները, հա, դրա համար էլ որ մի հատ անձրև է գալիս, ախ փողոցները վերածում են գետերի, որտեվ ինչքան հող կա ազատ շենք է սարքել, անձրևը գալուց ստիպված գնում է արդեն ասֆալտներով գետ դարած գնում է։ Հիմա պարոն Գալջանին անդրադառնամ, պարոն Գալջան, դուք ես ախր իմ տպավորությունը ձեր մասին այդքան չէր, էլի։ Դուք եկել ասում եք ստեղ 1.7 միլիարդ ենք հայտարարել։ Այն բանից հետո երբ որ ես հարց եմ ուղղում, ասում եմ կարմիր կետագծերից, կարմիր եւ կապույտ կետագծերից ինչքան գումար է հավաքագրվել։ Ես հատուկ այդ հարցը ձեր համար էի բարձրացրել, որովհետև ձեր այդ Facebook-ի վիդեոն էլ էր, տես պատահական մոտս բերել էր, լսել էի։ Ուրեմն պատասխանեցին 2 միլիարդ 100 քանի միլիոն։ Ինձ բացվածքը հիմա այդքան է հավաքագրվել, հիմա եթե դուք բացվածքով եք ուզում նայենք, դուք գնացեք բացվածքը նայեք, ես հարց եմ տալիս, իմ հարցին ուղիղ պատասխանը հնչում է։ Ու նաև այդ թվին մոտ թիվ 2 միլիարդ 100 միլիոնին մոտ թիվ նաև հավաքագրվել է 24 թվականին, բայց չգիտես ինչու 24 թվականին աշխատավարձը չի բարձրանում, բայց 25-ին բարձրանում է կարմիր գծերի հավաքագրման հաշվին։ Պարոն Գալջան, ես մի քիչ ավելի պարզացնեմ, էլի, միտքս, որպեսզի բոլորը դա անցալեն։ Տեսեք, դուք
հայտարարում եք, մենք կարմիր գծերը թանկացրել ենք, բայց այդ թանկացման արդյունքում ավել հավաքագրված կամ շատ հավաքագրված գումարը տրամադրում ենք մանկապարտեզների աշխատավարձի բարձրացմանը, որը առաջի հերթին մեկ սուտ է, երկրորդը դուք դրանով մոնիպուլացնում եւ պոպուլիստական հայտարարություն եք անում ու բացատրեմ ինչու, որովհետեւ Երևանի քաղաքապետարանը ինքը ընդհանուր եկամուտները երբ որ հավաքագրում է, ինքը չի ասում, որ օրինակ գիտեք ինչ կա, կարմիր գծերից հավաքվածը տրամադրում ենք այստեղ։ Եթե թվերը փորձել եք նույնականացնեք, կոպիտ ասած իրար նման երկու հատ թիվ գտնեք, որ ասեք, այ կարմիր գծերը թանկացրել են ու աշխատավարձ ենք տալիս։ Այդ 1.7 միլիարդ չի, ընդեղ 2.1-ա, ստեղ 1.7-ա, էդ էլ չի իրար հետ բռնում։ Նոր էլ բյուջեն բանը 26-ի փոփոխությունները, բյուջեի 26 թվականի փոփոխությունները Ավեր չի։ Հա 30 վայրկյանից ավարտում եմ։ Այդ փոփոխությունները ներկայացրելուց հաստատեցին հստակ հաստատեցին, որ աշխատավարձ ավելանում է ոչ թե կարմիր գծերից հավաքագրված գումարով, այլ բյուջեից ավելցուկի հետևանքով։ Հետևաբար դրանք լրիվ տարբեր հասկացություններ են, պետք չի այդ տեսակետից մոնիպուլացնել։